Հիմա ես ուզում եմ ներկայացնել այն առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանները, որոնք ամսվա ընթացքում կդիտվեն հանրապետության տարածքում արևադարձային եւ արտիկական ցուրտօդային հոսանքների ներթափանցման դեպքում։ Այսպիսով արևադարձային տաքօդային հոսանքների ներթափանցման ժամանակ ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի Արագածոտնի Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-ից 23 աստիճան, Լոռիում մինչև 21-ից 25 աստիճան, Տավուշում մինչև 29-ից 31 աստիճան։ Արարատյան դաշտում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն +26-ից +30 աստիճանի սահմաններում, Վայոց ձորի նախալեռներում նորից 26-ից 30 աստիճանի սահմաններում, Սյունիքի Հովտային գոտում 28-ից 32 եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում մինչև 21-ից 26 աստիճան տաքության սահմաններում։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից 30 աստիճանի։ Հիմա ուզում եմ ներկայացնել այն նվազագույն ջերմաստիճանները, որոնք կդիտվեն գիշերային ժամերին արտիկական ցուրտօդային հոսանքների ներթափանցման դեպքում, այսպիսով Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններ գիշերային ժամերին արտիկական ցուրտօդի ներհոսքի դեպքում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6-ից -10 աստիճան, Լոռիում մինչև -2-ից -5 աստիճան, Տավուշի մարզում մինչև 0-ից -2 աստիճան, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ ի ուրախություն մեզ ամսվա ընթացքում չեն կանխատեսվում եւ նվազագույն ջերմաստիճանը ընդամենը սպասվում է 0-ից 3 աստիճան, Սյունիքի Հովտային գոտում +2, +5, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում -2, -5 եւ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0-ից 2 աստիճան տաքության սահմաններում։